Ներկայումս Դալմագարդեն մոլի տարածքում վստահ եմ նաև տեղյակ եք, որ երեկ եւ նախորդող օրերին Սամվել Կարապետյանի լուսանկարների նկատմամբ եւս իրականացվում է իրավական մաքսիմալ ռեպրեսիվ գործողություններ։ Օրինակ պարզվեց, որ այնպիսին է իրավիճակը, որ ոչ միայն Սամվել Կարապետյանը պետք է ապօրինի կալանավորված լինի, այլ նույնիսկ իր լուսանկարները եւս բերման են ենթարկվում եւ այնուհետեւ կալանավորվում են, որտեղ բառացիորեն եմ ձեզ ասում, լուսանկարները օրինակ այս շենքի վրա փակցված, ոչ միայն եկել էին մի խումբ ոստիկանների, քաղաքապետարանի աշխատակիցների հետ, կարծես ամենակարևոր հարցն էր, ոչ միայն այսպես անհասկանալի իրավական հիմքերով միջամտել էին այդ ամենին, այլ նաև հետագայում էլ կալանավորեցին նաև լուսանկարները։ Կարծես թե հանրության շրջանում արդեն տարածվում է այն կարծիքը, որ լուսանկարներն են միգուցե վախենալու, թե ինչ, այսինքն այդ ինչ վախ է առաջացնում անձի լուսանկարը, ես այդ կարծիքը լսել եմ ու անկեղծորեն կրկին ամփոփելով եւ կլսեմ ձեր հարցադրումները, մենք կարող ենք նույնիսկ պնդում կատարել միջին ծանրության ենթադրյալ հանցանք 2022 թվականին հաջորդող ժամանակահատված, երբ այլևս տնային կալանքը պայմանականորեն որպես խափանման միջոց կա, թեև այս դեպքում ընդհանրապես խափանման միջոց չէր կարող լինել, քանի որ չի եղել մի ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարք, որ մի հատ էլ խափանման միջոց լինի, բայց ինչն է ընդգծում գործի նկատմամբ լրիվ այլ նպատակը, այսինքն ոչ լեգիտիմ նպատակը, քաղաքական հետապնդման տարը, որ նույնիսկ տնային կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել այս գործով։ Եվ հետաքրքիր հանգամանք հենց վերջերս գլխավոր դատախազը, երբ ներկայացնում էր դատախազության գործունեության վերաբերյալ իր հաշվետվությունը ազգային ժողովին, ներկայացրել էր նաև Վճռաբեկ դատարանի վերջերս ընդունված մի նախադեպ, որտեղ ուղիղ գրված է, որ տնային կալանքին միշտ պետք է նախապատվություն տրվի, հատկապես նաև միջին ծանրության ենթադրյալ հանցանքների դեպքերով, քանի որ հակառակի, այսպես ասած, հավասարակշռումը շատ բարդ է մեղմ ասած հիմնավորել, շատ բարդ է, բայց այս դեպքը կրկին դրանից էլ էր բացառություն հանդիսանում։ Իդեպ